Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանը հորինված քերյուրանքի անվանում իր անվան շուրջ աղմուկ բարձրացրած տելեգրամյան անհայտ ծագման տեսանյութեր է։ Անհեթեթություններ են, հորինվածքներ, հերյուրանքներ, շատ ներդաշնակ այսօրվա իշխանությունների գործելավոճի։ Սրբազանի խոսքով տելեգրամյան այդ հրապարակումները երկրի հակառակ կողմը վերնագրված պղծապատումին չզիջող զրպարտություններ են, ըստ նրա դրանք տարածելը բնորոշ է գործող իշխանության գործելավոճին։ Որ գործելավոճին, հակաեկեղեցական արշավ, ինչպես բնութագրում։ Հակաեկեղեցական, մարդկանց վարկաբեկելու, հասարակությունը պառակտելու, մարդկանց եւ ընտանիքի անդամներին եւ անհատներին թիրախավորելու, անպատճառ վիրավորական, զրպարտչական բնույթի արտահայտություններ, ձևակերպումներ անելու համընդհանուր վակխանալիա։ Արշակ arczepiskopos Խաչատրյանը չի բացառում, որ գաղտնի նկարահանումներ արված լինեն իրեն նույնականացնելու համար եւ հետո մոնտաժային հնարքներով ստացած լինեն վարկաբեկիչ տեսանյութերը։ Գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, որովհետև ինչ-որ պատկերներ կան, որ հնարավոր է մարդուն իդենտիֆիկացնելու համար այդ տեսանկարահանումները օգտագործված լինեն։ Բայց իհարկե բովանդակությունը ամբողջովին հերյուրանքը։ Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև հայկական ժամանակ օրաթերթում, ինչպես եւ ՔՊԻ սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն, ասում է Սրբազանը։ Ինձ թվում է, եթե ուշադիր հետևում եք, նա իշխանություններին մեղադրում է երկրի շուրջ վտանգավոր զարգացումների, հասարակության պառակտման, մոլեգնող հանցավորության ֆոնին խեղկատակություններով զբաղվելու համար։ Սրբազանը զրպարտություն է համարում նաև տեղեկությունը, թե ինքը պահանջել է վեհապար Հայրապետի հրաժարականը։ Կոնտենտը հորինողները իրենք բացատրություններ տան։ Սրբազանը վստահություն է հայտնում, որ եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու գործելավոճը որևէ արդյունք չի ունենալու եւ դիմում է օրվա քաղաքական իշխանությանը։ Խնայեք ձեր էներգիան, պարոնայք եւ տիկնայք, այն ձեզ պետք է լինելու պատասխանատվության ժամին, երբ ամբողջապես կբացահայտվեն ձեր երեսների հակառակ կողմերը։ Ալբերտ Սերոպյան, Աշոտ Պնոյան, Հայլուր, Էջմիածնից։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։